Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ տեղի է ունեցել Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստը։ Ինչպես Փաշինյանն է հայտնել, նիստի ժամանակ քննարկվել են եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը եւ առաջիկա աշխատանքների շրջանակը, հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպած սկզբունքներն ու նպատակները։ Արմլուրը այսօր փորձել է Փաշինյանի վեհարանը վեհափարից ազատելու պայքարին եւ վեհափարին հանգստի կոչելու գործընթացի միացած հոգեվորականներից մանրամասներ իմանալ քննարկումից, ինչ հիմնական քայլեր է նախատեսված մոտակա ժամանակներս ճանապարհային քարտեզի շրջանակներում, արդյոք չկա մտավախություն, որ գործընթացը կմնա լոկ միայն հայտարարությունների մակարդակում եւ արդյոք իրենց միանալու ցանկություն են հայտնել նոր հոգեվորականներ, թե ոչ։ Այս հարցերի պատասխանները ցանկացանք իմանալ կարգալույծ եղած քահանաներ Ստեփան Ասատրյանից կամ նախկին տեր Արամ քահանա Ասատրյան, Արամայիս Թախմազյանից կամ նախկին տեր Թադէ քահանա Թախմազյան, Արցախի թեմի առաջնորդ տեր Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանից, ինչպես նաև պատարագներին վեհափարի անունը զեղչած քահանաներ տեր Արարատից, տեր Հովհաննեսից, տեր Երվանդից։ Երևում է խորհրդի առաջին նիստը խոր ընդհատակ է անցել։ Եթե ես չեմ սխալվում, առաջին դասարանը եկան։ Կարգալույց քահանա Արամայիս Թախմազյանը ողջունեց մեզ, բայց հարցը լսելուն պես անջատեց հեռախոսը։ Տեր Արարատը նույնպես ողջունեց, շնորհավորեց մեզ Սուրբծննդյան տոների առթիվ, իր օրհնանքները փոխանցեց, բայց հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ Տեր Երվանդ քահանան հայտնեց, որ ինքը չի մասնակցել եւ տեղեկություն չունի, թե ինչպես է անցել, ինչ քննարկում է եղել։ Տեր Հովհաննեսը քիչ ավելի ուշ մեզ հետ կապ հաստատելով տեղեկացրեց, որ ինքը եւս չի մասնակցել։ Ես հարցազրույց տալու մոտիվացիա չունեմ եւ այդ թեմաներին անդրադառնալու շատ մեծ ցանկություն էլ չունեմ։ Ես ոչինչ ձեզ հայտնել չեմ կարող, չեմ մասնակցել, քանի որ եպիսկոպոս չեմ։ Հիմա պրոցեսներ են ընթանում, պրոցեսները համացանցում են եւ բոլորին էլ հայտնի է, թե ինչ փուլում են, ասաց Տեր Հովհաննեսը եւ ապա հայտնեց, որ ինքը առավել պարզ իր դիրքորոշումը հայտնել է վերջերս ունեցած իր հարցազրույցում։ Նշենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակի եթերում։